Սիրելի հեռուստադիտողներ, իսկ այժմ վերադառնանք Գյումրի, որտեղ այսօր քաղաքապետ են ընտրել, կապ հաստատենք իմ գործընկեր Ալբերտ Սերոփյանի հետ։ Ալբերտ, ինչ մանրամասներ մեզ կհայտնես այդտեղից։ Բարի օր Լիլիթ, բարի օր հարգելի հեռուստադիտողներ, Վարդան Ղուկասյանը 13 տարի անց նորից Գյումրիի քաղաքապետն է, նա երկրորդ քաղաքի կառավարումը ստանձնում է արդեն 5-րդ անգամ։ Ավականու առաջին նիստում նա քաղաքապետ ընտրվեց միաձայն, ավականու նիստին ներկա 18 անդամներից 18-ն էլ կողմ քվեարկեցին Վարդան Ղուկասյանի օգտին։ Կոմկուսի թեկնածուն քաղաքապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն էր, որին իրենց քվեները տվեցին նաև ընդդիմադիր մյուս 3 խմբակցությունները՝ Մայր Հայաստանը, Իմ հզոր համայնքը և Մեր քաղաքը։ Վարդան Ղուկասյանի ընտրությանը հետևեցին տևական ծափահարություններ։ 33 ավական անդամներից ներկա են 18-ը։ Քվեարկության արդյունքներում ամփոփելուց հետո պարզվեց, որ 18 մասնակիցներից 18-ը կողմ է քվեարկել Վարդան Ղուկասյանի տեխնոլոգիանը 0 դեմ։ Ընտրությունից հետո լրագրողների այն հարցին, թե որն է լինելու իր առաջին քայլը, Վարդան Ղուկասյանը պատասխանեց, որ մյուս ուժերի հետ քննարկելու է բոլորի ծրագրերը։ Ուրեմն սկզբունքը կայանում է նրանում, որ եթե քաղաքի շահը, երկրի հետ շահը, թեկուզ այդպես ասեմ, ուրեմն որևիցե մեկը ուզում է ոտ պահել, միանշանակ ինքը հասարակության առաջ եւ Աստծո առաջ պատասխան կտա։ Լսելու ենք բոլորին, ոչ միայն թեկնածուներին։ Եթե քաղաքում որևիցե մեկը խմբակցություններ կլինեն, ես չգիտեմ, հասարակական կազմակերպություններ կլինեն, որոնք իշա քաղաքի կներկայացնեն ծրագրեր, մենք անպայման պետք է քննարկենք, անպայման լսելու ենք, քննարկելու ենք։ Ավականու 33 անդամներից 18-ն էին ներկա առաջին նիստին, քանի որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բոյկոտել էր նիստը։ Գյումրիի ավականու առաջին նիստի ժամին ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը հայտարարեց, որ իր կուսակցությունը պահանջում է անցկացնել նոր ընտրություններ։ Ստեղծված իրավիճակում քաղաքի կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է եւ անհրաժեշտ են նոր ընտրություններ, գրել է Սարիկ Մինասյանը։ Նրա ձևակերպմամբ գյումրեցիներից խաբեությամբ են քվեներ կորզվել։ Իդեպ հետընտրական շրջանում ակնարկվում էր, թե ԿՊ-ն նույնպես քաղաքապետի թեկնածու է առաջադրելու, բայց հետո այդ կուսակցությունը կտրուկ փոխել է դիրքորոշումը։ Շշուկներ կան, թե քաղաքացիական պայմանագրի թեկնածու Սարիկ Մինասյանին քաղաքապետարանի շենքում տեսել են այս առավոտ։ Մինչ քաղաքապետի ընտրությունը իր ելույթում Վարդան Ղուկասյանը նախ շնորհակալություն հայտնեց ընտրողներին, հետո ընդդիմադիր մյուս խմբակցություններին, հայտարարեց, որ համերաշխության մթնոլորտում է կառավարելու քաղաքը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ազգաբնակչությանը, իրենց ձայների համար, տրված ձայների համար, ինձ ինչքան որ ձայն ընտրել եւ մնացած թեկնածուներին բոլորից եմ ուզում շնորհակալություն հայտնել եւ մի բան գիտեմ, որ որտեղ գրելու ենք ամենակարևորը համերաշխությամբ, խաղաղությամբ, կառուցողական հիմք ընդունելով հավատքը եւ հայրենիքը։ Շատ պարտավորեցնող է այն մարդու համար, նամանավանդ, որ աշխատել է 13 տարի ու այնպիսի մի ժամանակահատվածում, որ չեմ ուզում ներկայացնել, որ վարձակալությամբ քաղաքապետարանում ենք նստած եղել, չեմ ուզում ներկայացնել անօթևանները, քաղաքի տնակները, որ 40,000-ից ավելի տնակներ են քանել այս քաղաքից։ Եվ մի խոսքով այն ժամանակ էլ ես, որ ընտրվեցի, թող լույսը իջնի Միքայել Վարդանյանի շիրիմին, ոչ մի հավականի չունեինք այն ժամանակ, բայց մենք համերաշխ բոլորս իրար հետ աշխատեցինք իշա քաղաքի։ Հետո Ղուկասյանը հայտարարեց, որ քաղաքի կառավարման հարցում պատրաստ է լսել բոլոր ուժերի, նաև ավականու կազմից դուրս գործող քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների առաջարկները։ Դա չի նշանակում, որ իմ ծրագիրը դոգմա է։ Այնպես որ ես այդպիսի բնավորություն չունեմ, լսելու ունակություն ունեմ,
13 տարի հավանական է ոչ մի քաղաքապետ չի աշխատել եւ կոմունիստների ժամանակահատվածում եւ դրանից հետո։ Քաղաքական հենարան չունենալով, ասեմ ձեզ, քաղաքական հենարան չունենալով, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերը Աստված է։ Ես եւս մեկ անգամ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել եւ մի բան հավաստել, որ պետք է լծվենք այս աշխատանքին, շատ ծանր աշխատանք է։ Գևորգյան Հովհաննես մնացականի Քաղաքապետի ընտրությունից հետո Վարդան Ղուկասյանը ճեպազրույց տվեց եւ հայտարարեց, որ իր առաջին որոշումները վերաբերելու են կադրային քաղաքականությանը, նաեւ Գյումրիու բյուջեն մեծացնելու ծրագրեր ունի նորընտիր քաղաքապետը։ Ուրեմն առաջի քայլը լինելու է կադրային քայլը, թե ում հետ ենք աշխատելու եւ բացի դրանից երկրորդ քայլը նորից համատեղ, այդպես ասեմ, պետք է անպայման տեխնազուներին հրավիրեմ ինձ քննարկելու բոլորի ծրագրերը։ Եվ վերջում ընդհանուր հայտարարի գալուց հետո, ուրեմն անցնելու ենք մեր ծրագրերի իրականացմանը։ Օրինակ կոնկրետ աշխատավարձերի բարձրացման հարցն եմ բարձրացնելու եւ դրա լուծումները, թե ոնց ենք գտնելու, բյուջեն ոնց ենք ավելացնելու, որ կարողանանք մարդկանց աշխատավարձը բարձրացնենք։ Ուրեմն ես գիտեմ, դա ինչ սկզբունքով պիտի անենք, ոնց պիտի անենք եւ որտեղից պետք է բյուջեն ավելացնենք։ Հարգելի հեռուստադիտողներ, Գյումրու ավագանու հաջորդ նիստը ապրիլի 19-ին է, այդ օրը Վարդան Ղուկասյանը կերտվի, ինչպես նախատեսված է օրենքով, իսկ մայիսի 2-ին նորընտիր ավագանին կգումարի հաջորդ նիստը։ Լիլիթ, այս պահի համար այսքանը։ Շնորհակալություն Ալբերտ, սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ իմ գործընկեր Ալբերտ Սերոբյանը մեծ մանրամասներ էր հայտնում Գյումրիից, որտեղ այսօր նորընտիր ավագանին քաղաքապետ է ընտրել Վարդան Ղուկասյանին։